Գրիգորյանի հայրն ու որդին, որոնց Գյումրիից տեղափոխել են Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը տեղի ունեցածը որակում են քաղաքական հետապնդում, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց աշխատանքների խոչընդոտման փորձ։ Հետապնդման ենթարկվող թեկնածուներին իրենց աջակցությունն են հայտնել Կոմունիստական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը, Իմ հզոր համայն կուսակցության կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը, Գյումրու ավականու ընտրությունների մասնակից Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Ինչ պարզեցիք, ինչ նորություն։ Ես մի քանի ժամ առաջ էի այստեղ մեկ այլ գործողություններով, հիմա ընտանիք կար այստեղ, հենց մասսավակայի կարգավիճակով էր, եկան գործողություններն արդեն ավարտված էին, դրա համար ազատ են արձակվում։ Գյումրու հետ կապն։ Մայր Հայաստանի Ավականու անդամ չեն, բայց ինչ որ առնչություն ունեցել են, հրավիրվել են այստեղ ընտանիքով, պարզեցինք, որ մի քանիս արդեն բաց են թողնվել, մեկը ունի մեղադրյալի կարգավիճակ, բայց ոնց հասկացա հանրային պաշտպանողա լինելու, այս բան ինչ-որ այլ բան չկա, այլ նոր բան չկա։ Պարոն Խուդոյան, Գյումրիում այսօր տեղի ունեցած այդ իրադարձությունները ինչի հետ են կապված, ինչ էին հետապնդում այդ։ Համոզմունքս այն է, որ ընդդիմադիր ուժերի հաջող քարոզարշավը, առնվազն 4 ընդդիմադիր ուժերի նյարդեր է առաջացնում եւ անհրաժեշտություն է դարձել իրենց կառավարությանը խոչընդոտել, աջակիցներին վախացնել, այդ կերպ ինչ որ նվազ առավելություն փորձել ստանալ քաղաքացիական պայմանագրի տեխնացուի համար։ Արդյունք կտա այդ իրենց։ Համոզմունք ունեմ, որ արդյունք չի տա, որովհետեւ բանը բանից անցել է։ Իսկն բոլորը տեսնում են։ Իմ կարծիքով այո, հենց հակառակ էֆեկտն էլ տալիս է, որովհետեւ տեսնում են, որ այն կարգի անհույս է դառել այդ վիճակը նորմալ արժանապատիվ մրցակցությունով ընտրության մասնակցելով, որ անցել են նման անդուր միջոցների։ Իսկ եթե հանկարծ պարզվի, հանկարծորեն քաղաքական գործողությունները, բան ոչ միայն չապացուցվի, ընդդիմադիր այդ տեխնացուները ինչ շանս ունեն, բողոքեն, ինչ անեն, հակառակ ինչ-որ գործեր։ Դե բողոք էլ միշտ կա, բայց այդ բողոքների քննությունը նույնպես այս որակի իրավապահ մարմիններ եւ դատարաններ են անում։ Իհարկե դրա ժամանակն էլ է գալու, երբ որ այս հարցերը կվերանայում են, բայց դրանից առաջ ավելի կարևոր առաջնահերթություններ կան, ընտրությունների արդյունքները դա ցույց կտան նաեւ։ Շնորհակալություն։